Ցորենի ալյուրի հարստացման օրենքի նախագիծը շատ բուռն քննարկում է ունեցել ամբողջ Հայաստանի ազգաբնակության կողմից, բոլոր խավերի կողմից եւ ընդունվել է շատ բացասական վերաբերմունքով, այդ պատճառով էլ օրենքի նախագիծը ըստ մեր այդ վերջի կարծիքի կարծում ենք, որ չեղարկվել է եւ այն չի ընդունվելու կամ հետաձգվել է առնվազն կապված կառավարության վարչապետի փոփոխության հետ Մենք այդպես էինք ենթադրում, բայց եթե արդեն նորից շուկներ են տարածվում, որ պետք է այդ նախագիծը նորից վերակենդանացնել, իհարկե չկա կրակ առանց ծխի, ինչպես ասում են, դա ցանկալի երևույթ չէ եւ ես հույս ունեմ, որ նորից մեր ազգաբնակությունը ազգը ոտքի կանգնի եւ կհակադրվի այդ նախագծի ընդունմանը, որտեղ այդ նախագիծը արդեն քանի տարի է ելույթներով, գիտնականների, ամբողջ ազգաբնակության նորից կրկնում եմ բոլոր խավերի ապացուցվեց, որ մեր ազգին հակացուցված է, հակաազգային քաղաքականություն է եւ այն մեզ օգուտ չի բերելու։ Ինչու՞։ Բացատրեմ ինչու նորից կրկնեմ բազմաթիվ ելույթներում ասված խոսքերը, որ Հայաստանի Հանրապետությունը գյուղատնտեսական երկիր է, հարուստ գյուղատնտեսական երկիր, բազմաթիվ բուսական եւ կենդանական ծագման մթերքներով, որոնք հազարամյակներով սնել, կերակրել, ստեղծել են կարելի ասել մեր ազգը, որտեղ ազգի ձևավորման տարրում կարևոր նշանակություն է, գենի ձևավորման տարում կարևոր նշանակություն է առաջերտին ոչ միայն աշխարհագրական պայմանները եւ այլն, այլև նաեւ սննդա մթերքը։ Դրա համար էլ մենք ունենք հազարամյակներով ձևավորված ազգային ավանդույթ, հատկապես հացի վերաբերյալ, հացամթերքների վերաբերյալ եւ մեզ համար հացը սուրբ է, հանապազորյա է, ամեն ինչը մենք անվանում ենք հաց անվան տակ, մենք ուտենք հաց, օգտագործենք հաց, կերակրատեսակներ եւ այլն այնքան մեզ համար այդ բառը հացը կարեւոր նշանակություն ունի, ելնելով նաեւ մեր այսպես ասած պատմական ճակատագրից եւ այլն, որ մի կտոր հացը կարողացել է փրկիչ դառնալ մեր ազգի տարբեր շերտերի համար։ Եվ հազարամյակներով մեր ժողովուրդը չի օգտագործել այդ հավելանյութերը, ծնել է առողջ սերունդ, որոնք գոյատևել են հազարամյակների ընթացքում։ Ընդամենը ես ուզում եմ վերել մի տվյալ, որ հայկական կնոջ գենի ստուգումը ցույց է տվել, որ 8000 տարվա մեջ, իսկ այս տարածքում մենք 8000 տարի եւ ավելի ենք, համարյա փոփոխություն չկա, իսկ առաջերտին ինչով է պայմանավորված մարդու առողջությունը եւ գոյատևումը, կենսագործունեությունը, իհարկե սննդամթերքով, ինչու ավանդական մեր սննդամթերքը ձևը, օգտագործման եւ այլն ենթարկել անթիվ անհամար փոփոխությունների։ Հիմա ես ուզում եմ անդրադառնալ դրանց, որ եթե մենք արդեն փորձով հազարամյակներով ապացուցել ենք առանց հավելանյութերի սննդամթերքի օգտակարությունը, ինչ իմաստ ունի ամեն ինչին տուրք տալ օտարամոլությանը, սա նա արեց, մենք էլ անենք, ոչ, թողեք կողքի։ Հիմա ուզում եմ ասել հետեւյալը նաեւ հավելանյութերը, քանի որ սրանք համարում են նաեւ այդ ավելացվող նյութերը նուտրիենտներ են, վիտամիններ եւ հանքային տարրեր, սրանք պատկանում են նաեւ հավելանյութերին, մարդը օգտագործած սննդում տարեկան հավելանյութերի քանակը տարբեր սննդամթերքների կազմում է 4 կիլոգրամից ավելի։ Ինչ ուտում ենք, մեջը կա հավելանյութ։ Փորձեք ապացուցել, որ ոչ։ Այդպես է, սկսած հրուշակեղեն արտադրանքներով, պահածոներով եւ այլն եւ այլն։ Հիմա հացին, եթե հացը մեր մոտ մնացել էր կողքի, ինչպես ասում են, եւ ձեռ չէր տված, չնայած այստեղ նույնպես մենք սովոր ենք օգտագործել թխմորով հացը, այդպիսին է մեր ավանդույթը։ Հիմա սկսեցին օգտագործել տարբեր խմորիչներ, օգտագործել տարբեր փխրեցուցիչներ եւ այլն, որոնք նույնպես փոփոխության են ենթարկում իհարկե հացի հատկությունները, սննդային արժեքը, անվտանգությունը։ Եվ հիմա մենք եթե ավելացնելու ենք, օգտագործելու ենք նաև երկաթ, ֆոլիաթթու, այն ժամանակ ուղղվածությունը այդպիսին էր, նաև ի նկատի ունենալով այլ հանքային տարրեր եւ վիտամիններ, ուրեմն հարց է ծագում, արդյոք եթե մենք ավելացնում ենք այս նյութերը ալյուրին, հարստացնում ենք ալյուրը եւ այն նախատեսված է բոլոր խավերի համար, ես ուզում եմ նաև իմանալ արդյոք նաև բանակում օգտագործվող հացին են այս հավելանյութերը ավելացում, նրանք էլ վերաբերում են մեր ազգաբնակությանը։ Եվ վերջի վերջո իմաստը որն է, եթե բոլոր սննդամթերքների մեջ կան այս երկու նյութերը, նաև մյուս վիտամիններ եւ հանքային նյութերը, ես ունեմ բազմաթիվ թվային փաստեր, որոնցով կարող եմ ներկայացնել, որ մեր ամենօրյա սնունդը ծածկում է այս նյութերի պահանջը,
ընդཐուպ խացամթերքները իրենք էլ են ծածկում այս սննդամթերքների, այս նյութերի պահանջը, արդյոք իմաստ ունի ավելացնել դրանց քանակությունը, սա մեկ, երկրորդը, արդյոք ալյուրի պահպանման ժամանակ, փոխադրման ժամանակ, հացի տեխնոլոգիաների ժամանակ այս նյութերը փոխադրության չեն մտնի, ավելցուկը փոխադրության մեջ չի մտնի տեխնոլոգիական գործընթացներում առաջացող բազմաթիվ նյութերի հետ։ Հացի տեխնոլոգիան շատ բարդ տեխնոլոգիա է, առաջանում են բազմաթիվ նյութեր, որոնք ձևավորում են եւ համային հատկությունները, եւ բույրը, եւ որակը, եւ նրա առողջարար հատկությունները։